Դեպքում սովորաբար ավելի լուծումները ավելի պատահական են ստացվում, ad hoc սկզբունքով են եղել։ Եվ երկրորդ դիտարկում հարցը կայացված որոշումներում եւ հաստատություններում փոփոխությունների հարցը, դա բյուջեի դեպքում դա վերաբերում է վերաբաշխումներին, պետականին։ Այստեղ չգիտեմ, ես ներկայացնեմ իմ ունեցած տվյալները, ես էլ քաղաքապետարանի եւ համայնքային բյուջեների ուսումնասիրություն շատ չեմ իրականացրել եւ իմ պետական բյուջեի վերաբերյալ իմ գիտելիքը պրոյեկտեմ Երևանի քաղաքապետարանի վրա, պետական բյուջեում ամեն տարի վերջին 3 տարիներին միայն անցյալ տարի ա որ կառավարությունը 470 քանի փոփոխություն ա կատարել, նախորդ 3 տարիներին 500-ից ավելի փոփոխություն ա կատարել։ Հիմա ես չգիտեմ Երևանի քաղաքապետարանում ոնց են կատարվում փոփոխությունները եւ վերաբաշխումները, բայց բերեմ մեկ ուրիշ տվյալ 22-23 թվականներին մենք պետական գնումների համակարգի ուսումնասիրություն էինք կատարում իրազեկ քաղաքացիների միավորման հետ եւ այսպիսի մի շարք պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող գնումներ եւ տարբեր փաստաթղթեր ուսումնասիրեցինք, ուրեմն 23 թվականի դեկտեմբերի դրությամբ Երևանի քաղաքապետարանը 24 թվականի գնումների պլանում 17-րդ փոփոխություններ կատարել։ Այսինքն 23 թվականի դեկտեմբերին 24 թվականի գնումների պլանում արդեն 17-րդ փոփոխություններ էին կատարել։ 23 թվականի գնումների պլանում 100-ից ավելի փոփոխություն էին կատարել։ 106, 107 թվերը չեմ հիշում, բայց իրավիճակը դա է։ Հիմա երբ ասում եք մասնակցություն ակտիվ չի եւ այլն, ես ինչու ժամանակ ծախսեմ, ուսումնասիրեմ, գնամ ինչ-որ առաջարկություններ, դիտարկումներ ներկայացնեմ, եթե հետագայում պետական մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը անսահմանափակ փոփոխություններ կատարելու հնարավորություն ունի։ Ու ընդ որում, եթե պետական բյուջեի նախագիծը եւ ենթադրում եմ Երևանի քաղաքապետարանի բյուջեի նախագիծը դրվում է իդրախտում քննարկվում է, հետո այդ փոփոխությունները չեն դրվում եւ չեն քննարկվում։ Ոչ պետական բյուջեի դեպքում, ոչ համայնքայինում։ Այսինքն բյուջեի հաստատումը գալիս են հանրության հետ քննարկում են, բայց հետո գնում են անսահմանափակ թվով եւ ծավալով փոփոխություններ են կատարում եւ դա որևէ տեղ չի քննարկվում։ Այդ իմաստը կորչում է այն առաջի քննարկումը։ Այդ հարցը նայել եք, թե չէ վերաբաշխումներ, փոփոխություններ։ Կներեք, սա ավելի երևի ելույթ է, որտեղ այդ հարցը բնականաբար այս ուսումնասիրության շրջանակներում չի, թե քանի փոփոխություն եղել է, բայց լրիվ համաձայն եմ, որ ամենայնպես պետական բյուջեն հենց վերջերս ավարտեցի այդ բազմբյուջեների 2025 թվականի հետազոտությանը հարցաշարը լրացնել է եւ կարծեմ 23 թվին ես 408 վերաբաշխում հաշվեցի պետական բյուջեին։ Հիմա ես 408 հաշվեցի այդ որոշումները։ Այո, դա իսկապես լուրջ խնդիր է եւ ինչու համար եմ ես այստեղ չանդրադառնամ այն հարցին այդ մասնակցության այդ ես այլ տեսանկյունից եմ սա նայում, քանի որ ես ասացի, որ բացարձակված չկա մասնակցայնություն բյուջեի հաստատման եւ կատարման փուլերում։ Հենց սա ձեր ասածը տրիգեր պետք է լինի, որպեսզի նաեւ բյուջեի կատարման փուլում լինի վերահսկողություն եւ դրվի նաեւ որպես գլխավոր հարցերից մեկը, իսկ ինչու որոշվեց վերաբաշխում կատարել։ Ինչ տեղի ունեցավ։ Ես երբ որ պետական բյուջեին էի նայում, ես այսպես հասկացա, հետագայում երբ որ գիտեք, տարեկան կատարողական զեկույցում, երբ որ դնում են փաստացին, հաստատվածը եւ այդ երրորդը կա, որ այդ փոփոխությունների արդյունքում ստացված է։ Իմ մոտ այդ կասկածը առաջացավ, ես նաեւ կապվեցի այդ IBP-ի իրենց ներկայացուցիչ հետ, մի հետաքրքիր բան նկատեցի, որ այդ ամբողջ վերաբաշխումները չեն բերում, ու մենք փաստորեն հիմա պետական բյուջեի մասին ենք խոսում, չեն բերում այն հիշում եք բյուջետային համակարգի մասին օրենքի 23 հոդվածն է կարծեմ, որ 3%-ը չգերազանցի, ասենք, որ ազգային ժողով չգնան հաստատելու, դրա մեջ է մտնում։
Եվ փաստորեն դրանից իրենք առաջնորդվում են կարծես թե եւ դա շատ երկրներում այս դժբախտաբար այդ պրակտիկան կա, առաջնորդվում են նրանով, որ չենք այդ սահմանը 3%-ի սահմանը ընդհանրապես տարվա ընթացքում չենք գերազանցել, ուրեմն կարող ենք ինչքան ուզենանք վերաբաշխում արել, բայց այո, ես համաձայն եմ, որ երբ որ վերաբաշխումը անընդհատ արվում է, սա բերում է անկանխատեսելիության եւ այո, մասնակցայնության արժեզրկման։ Դրա համար եմ ասում, որ համակարգային մոտեցումը պահանջում է բոլոր 4 փուլերում լինի հանրային մասնակցություն։ Երբ որ սա նկատի ունեմ, որ պետք է դա Հերթով կտամ, համեցեք հետո Հայկ Նիկորյան